Սրտի տանիքներով Մուսա Production Այսօր խարակտեր Պարային ստուդիան, ես տեսնում եմ, որ Միացյալ Նահանգներում մեր սիրելի, արդեն բոլորի սիրելի Լոս Անջելեսում հայաշատ, շատ մեծ տեղագրավում ու շատ կարևոր տեղագրավում։ Փորձում ենք կարևորել եւ տեղը եւ փորձում ենք կրթել երեխաներին, փորձում ենք մեր մասնագիտական բոլոր հմտությունները հանձնել նրանց եւ քանի որ նրանք սփյուռքում են եւ հայրենիքից հեռու են, բավականին ասելիք ունենք երեխաներին, թե ընդհանրապես երաժշտության, մեր կոմպոզիտորների մասին, թե ընդհանրապես մեր ազգային պարերի մասին փորձում ենք։ Այ պարը ձեզ մոտ շատ ընտանեկան ու շատ գենետիկորեն է գալիս։ Պապան, մաման, ձեր եղբայրը։ Դավիթ Կարապետյանը, նա երկար տարիներ Սան Ֆրանցիսկոյի բալետի գլխավոր սոլիստ էր։ Իսկ այս պահին եղբայրս արդեն Ֆիլադելֆիա բալետի բալետային դպրոցի տնօրեն է եւ այսպես գործունեությունը ավելի ամերիկյան դպրոցի հետ է, պրոֆեսիոնալ բալետային դպրոցի եւ այսպես ստացվեց մեր ամբողջ գերդաստանը պարարվեստով տարվեց, ապրեց, շնչեց մինչ օրս այսպես։ Ես կուզեմ մի քիչ մամայի, պապայի մասին պատմեք, որովհետեւ դուք այդ ընտանիքում մեծացել եք ու պարը ձեր արյան մեջ էր։ Այո, ճիշտն ասած, հայրս բալետում է ապրել, բալետի արտիստ որպես, բայց հետո արդեն Վանուշ Խանամիրյանի հետ կարծես այսպես մտերմիկ զրույցից հետո գնացել է Պարիպետական անսամբլ։ Մայրս երգի պարի համույթում է եղել եւ ինչպես մայրս ասում էր, հայրդ ինձ հարց տարավ Պարիպետական անսամբլ եւ երկար տարիներ մայրս 20 տարի բոլորել է Պարիպետական անսամբլում, դե հայրս 33 տարեկան ունեցավ ծանր ողնաշարային վնասվածք եւ դադարեցրեց իր պարը, զբաղվում հետո երկար տարիներ ոտքի կանգնելուց, տքնաջան, ինչպես ասում են, ջանած ոտքի կանգնել իր համառությամբ եւ արտիստին վայել եւ մեծ ցանկությամբ նորից բեմ բարձրանալու։ Իհարկե չստացվեց բեմում նորից, բայց որ ասում են աշխարհում այդ վնասվածքով երկրորդ մարդն է, որ քայլել է եւ այսպես պիտանի եղել նաեւ իր հանրությանը։ Ոնց էր ստացել այդ վնասվածքը պարերի փորձերի ժամանակ։ Չէ, պարերի փորձի ժամանակ չէր եղել, Ամերիկայի Միացյալ Նահանգներում գաստրոլների էին եղել, միայն որպես պարող ինքն էր եղել եւ մի պարուհի, մնացածը Ռուբեն Մաթևոսյան, Նար Հովանեսյան, երկար մեր հայտնի բոլոր երգիչների հետ Այնտեղից հետ են վերադարձել, այդ Ամերիկայի հյուրերը եկել էին Երևան, որոշել էին տանել մի բնության վայր, որը եղել էր Արզնի գեսը, ուզեցել են բնության վայրում պատվեն, հարգեն եւ Չարաբաստիկ հենց այդ բնության անտառի մեջ մի ձողափայտ էր եղել, քան որ հայրս նաեւ մարմնամարզիկ էր եղել եւ Կարլեն Նուրիջանյանի քանդակը Վահագնի վիշապախեղծ այդ քանդակը հորս մարմնից է քանդակած, որ այսօր մեր օդանավակայանի ճանապարհին է, այսպես կարծես թե այդ մարզական վիճակը, այդ մարմինը բան խորոված է պատրաստում, հետո տեսնում անկերներից մեկը այդ զողափայտին պտտվում է, դուրը չի գալիս, ասում է եղբայր, այդպես չի լինում, ես հիմա քեզ ցույց կտամ, ձեռքերը մաքրում է անձեռոցիկով, բայց պտտվելիս հետո սահում է ու ողնաշարով ընկնում է ներքև առու է լինում, այդ էլ Չարաբաստիկ առու, որտեղ կոտրում է ողնաշարի 5-րդ եւ 6-րդ ողերը։ Ինչպես ասում են, ինչպես պատմում են, ես 3 տարեկան եմ եղել այդ ժամանակ, բնականաբար չեմ հիշում, բայց պատմում են, որ մի ամբողջ Պարիպետական անսամբլ սկսած Վանուշ Խանամիրյանի հետ միասին առաջին հիվանդանոցում հերթապահում էին օր ու գիշեր հերթապահում էին, որպեսզի կարողանային հորս ոտքի հանել, բայց շատ հետաքրքիր մի պատմություն էր, որ հորեղբայրս դրսից բժիշկներ ա բերում, որ կարողանա օգնել հորս, ոչ մեկ չի համաձայնում, ասում են միևնույն է չի ապրելու։ Այստեղ մի երիտասարդ տղա, որը նոր էր ավարտել բժշկական ինստիտուտը, Սերգեյ Ավակվիչը,
ասում է ես կարող եմ անել, ասում եմ բայց տղա ջան դու ոչ փորձ ունես, ոչ մի բան, մայրիկիս ասում է եթե կստորագրեք, միևնույն է, եթե ասում են չի ապրելու, ես փորձեմ վիրահատությունը կատարել, մայրս համաձայնվում, ամորի ստորագրությամբ վիրահատում է եւ ասում եմ որ ոնց են ասում ոսկերի չի մանրակրկիտ աշխատանք է տանում Սերգեյավակ վիճը եւ խորս ոտքի է հանում եւ դառնում է մեր ընտանիքի ամենալավագույն, ամենամտերմիկ մարդը, որ կարող էինք ունենալ, ջեր մարդը, որը նորից կյանք պարգևեց մեր ընտանիքին, որ մինչեւ օրս հայրս 87 տարեկան է եւ կարողանում է դեր իր խորհուրդներով, իր ասելիքով, իր ամեն ինչով մեզ ողջևորել պարարվեստում։ Սա այսպես դե մայրս շատ է տանջվել, քանի որ 23 տարեկան է եղել, որ հորս հետ ունասվածքը ստացել եմ, մինչև օրս փոքրիկ երեխաների հետ միասին։ Այո, եւ եղբայրս 14 տարի անց է ծնվել, եւ ինչ ասեմ, մայրս նույնպես բարիպետականի պարուհի է եղել, եւ այսպես քայլել են միասին, մինչ օրս մեզ հետ այսպես սատար ենք անգնում, որ կարողանանք լուսաբանել ճշգրտորեն մեր պարարվեստը Սփյուռքում։ Ես ձեր մասին մամայից էի սկզբից լսում, իջև մեր ծանոթանալը, որ միակ մարդը, որ գիտի տարբեր ժողովուրդների բարերը, բոլոր շարժումները, նրբություններով, որ կարող է ճշգրիտ բեմադրել ու երբ որ արտերկրից գալիս էին այդ կառավարական պատվիրակությունները, պատվով միայն դուք եք կարողանում դա անել ու ներկայացնել։ Դե դա կրթական process էր, որ անցա, երբ որ եկա պարարվեստի ուսումնարան, ժողովրդական արտիստուհի Տերեզա Գրիգորյանը առաջարկեց դասական պար կամ տարբեր ազգերի պարեր կամ հայկական պարի, որտեղ ես ուզում ավելի սենց ուժգնորեն ներխուժել, որն է քեզ դուր գալիս, ինձ շատ էր գերում այդ տարբեր ազգերի երաժշտությունները, մոլդովական, վրացական, հունական, ինձ մտսակ արտառոց հետաքրքրություն էր առաջացնում եւ սկսեցի ավելի մասնագիտանալ, ունեի շատ հետաքրքիր պրոֆեսիոնալ ռուս ուսուցիչներ, որոնք ապրում եւ արարում էին այն ժամանակ սովետական միություններ եւ կրթեցին մեզ այդ ոգով, այնուհետև շարունակություն ունեցա, մաստեր արեցի Փարիզում, մի մեծ Centre National Dance, նորից այդ շող բնորոշ առարկայի գծով եւ այսօր այսպես փորձում եմ բոլոր հետո գիտես այնքան հետաքրքիր է երբ որ դու ազգերին կերտում ես պարարվեստով, պարային էլեմենտներով ակամայից ու պետք է նաև ծանոթանաս նրանց ազգային պատկանելիության, պատմության հետ, որը շատ ավելի հետաքրքիր է դարձնում քո կենցաղը։ Իսկ լավ պարող լինելու համար ինչ է անհրաժեշտ։ Շատ հետաքրքիր հարցեր, լավ պարող լինելու համար անհրաժեշտ է տքնաջան աշխատել։ Գիտես շատ անգամ լինում են բացառիկ տվյալներով պարողներ, որ նայում ես, ասում ես Աստված տվել է չի խնայել, որ սա պետքա դառնա աստղ, բայց երբ չի ունենում աշխատասիրություն, մարում է բոլոր տվյալները։ Լինում են միջակ տվյալներով, բայց այն աշխատասիրության, ջանասիրության արդյունքում հասնում են գերագույն բարձր սանդղակի վրա։ Անհրաժեշտ է հասկանում ես քնարիք ջան, պարարվեստը դա պլաստիկ թռիչք է, կյանքի թռիչք անդադար, դու չես կարող տեղում կանգնել, դու պետք է անդադար պրպտես, որովհետև մեկը մյուսի հետևից նորն է գալիս եւ դա հոգու թռիչք է, որպեսզի կարողանաս հասնել ինչ-որ մի բանի։ Կուզեմ որ մի քիչ խոսենք ձեր ու ձեր ամուսնու ծանոթության մասին, ինչպես դա տեղի ունեցավ, ինչպես սիրահարվեցիք, ինչպես այդ ընտրությունը կայացրեցիք, որտեղ երկուսն էլ մշակույթի բնագավառի մարդիկ եք։ Այո, ամուսինս նույնպես պարիպետական անսամբլի երաժիշտ էր, նա նույնպես լավ երաժիշտի ընտանիքից, վաստակավոր արտիստ Վլադիմիր Հարությունյանի որդին է, եւ այդպես երկուսով պարիպետական անսամբլում էինք աշխատում, բայց 87 թվականն էր, որ բալետի դպրոցը ավարտեցի, այսպես մի մեծ խումբ էր, այնպես էր ստացվում, բարի անսամբլում պետք է սերնդափոխություն լիներ, մոտ մի 20 հոգի պետք է անցնեին թոշակի, մի այդքան քանակով գայինք պարիպետական անսամբլ, դպրոցը ավարտել էինք որոշ չափով բալետից եւ հայկական բարի բաժնից, որպես բալետի
արտիստ, միայն ես եմ բարի անսամբլ ընդվում, մնացածը հայկական բարիբաժնից էին ու այդտեղ կային ներսում արդեն շատ տղաներ, երաժիշտներ, որոնք ամուսնացած չէին, ասենց մի հատ մեծ աժոտաժ էր։ Դե ընդհանրապես բարի անսամբլում երգի բարում շատ էին ամուսնանում, երաժիշտ բարող, պարողու հետ։ Ասենց հիմնականում ընտանիքներով էին, մեկ ասում էին, բա լավ հետաքրքիր ասում են, որ տանը վիճած եք լինում, գալիս եք իրար հետ զույգ եք պարում, ոնց է լինում, հա, խրով գալիս էին հասնում են ֆիլհարմոնիան, դեից արդեն ջերմ զույգով պարում ես խրով գնում։ Մի խոսքով այդտեղ էլ այդպես էլ մեր ճակատագիրը, ամուսնուս հետ դենքը երաժիշտ էր, ես պարուհի մոտ մի 4 տարի բան էի անում, չէի ուզում, սենց դիշկավորված էի, չգիտեմ ինչու, բայց ճակատագիրը բերում է էլի իր տրամաբանական ինչ-որ կետին, մենք մեկնեցինք Մեքսիկո շրջագայության, Չարբաստիկ Մեքսիկոն էր, որտեղ խնդիր ունեցավ ամբողջ բարի անսամբլը, որ ամբողջ հանրապետությունը իմացավ դրա մասին, մեքսիկացի մեկը այդպես սկսեց չվճարել եւ ոչ ինքնաթիռին, ոչ ամերիկային բաներին, ասենց մի 80 հոգանոց մեծ բարի անսամբլ մնացել էինք Մեքսիկոյում Եվ որքան հյուրանոցում ապրում էինք, մեր ամբողջ պասպորտները ամեն ինչ պահել էին անձնագրերով բան, որքան մնում ենք, այնքան գումարը աճում էր եւ հետո Ալեք Մանուկյանի ֆոնդով 2 ամիս սոված, շատ սոված, իսկապես սոված էին բոլորը, տղաներ կային ոտքերը ուռում էին, ուտելիք չունեինք, չգիտեմ, տարօրինակ թիվներ։ Դա ասեմ 89 թիվներ որ գնացինք եւ այդտեղ գիտես դժվարության մեջ ես հասկանում, ճանաչում եւ իսկապես սոված էինք, ամեն մեկը մի տեղից մի բան էր հայթայթում եւ հյուրանոցն էլ կիսվում էին, մնում էին կեսի հետ, հետո հասկացա, որ ամուսինս կիսում էր այդ ձուն կիսում էր 4 մասի, տղանից մեկ ուզում էր ուտի ասեն չուտես աղջիկները չեն կերել, մենք ասում ենք մենք կերել ենք, իրանք ասում են իրանք են կերել, մեկը մեկին զիջում էր, հետո շատ նեղորեր ունեցանք, հասկացա, որ իսկապես մարդ է, որի կողքին կարող եմ ապրել, որտեղ վստահել եւ ինձ թիկուն կկանգնի եւ չեմ սխալվել, քանի որ աշխատեցի բազմաթիվ տարբեր ասպարեզներում, ես աշխատել եմ ոստիկանության համակարգում 17 տարի եւ ինքնին վստահում էր, ուղղակի իմ բոլոր ընկերները իր ընկերներն էին, ինքնին ցույց տվել, սովորել, կրթվել եւ շարունակել, ես ունեմ երկրորդ մասնագիտություն դերասանի եւ դա միայն իր թիկունք կանգնելն էր ինձ, որ ես կարողացա սովորել եւ այսօր հանձնել ամեն ինչ, հանձնել։ Աննա, իսկ հետո ոնց բարիպետականը Մեքսիկայից եկավ Հայաստան։ Եթե անկեղծ դա 80 հոգի, դա եղավ մեծ ճակատագրական հարց Վանուշ Խանամիրյանի համար, հենց եկավ հեռացրեցին Խանամիրյանին բարիպետական անսամբլից, քանի որ խեղճ ասում էր մենք չենք կարող գնալ հայրենիք թողնելով մեր ամբողջ տարազները։ Այնպես ստացվեց, որ մեզ համար Ալեք Մանուկյանը վճարեց, որ մենք կարողանանք ինքնաթիռով վերադառնալ, բայց քանի որ ավտոբուսի վարորդներին, որոնք մեր հագուստներն էին տանում, այդ վճարը չէր հասել, նրանք փախցրեցին ավտոբուսը եւ ամբողջ բարիպետական անսամբլի հագուստները, սկսած գործիքներից, բոլորը մնացին այնտեղ Մեքսիկոյում եւ Խանամիրյանի համար եղավ դա շատ ճակատագրական, որ իսկապես ցավոտ էր բոլորս, որտեղ ես միշտ ասում եմ 100 տարի մեկ են այդպիսի տաղանդներ ծնվում, բայց փաստորեն եղավ ինչ եղավ։ Եղավ իմ ամուսնուս միությունը, որտեղ այդ սովետ դժվարությունների մեջ մենք միշտ լույսի կետ ալի։ Լույսի կետ, հենց եկանք այնտեղից ամուսնացանք։ Ստեղծագործ մարդիկ միշտ թևութիկունք են լինում իրար, բայց հաճախ նաև լինում են բախումներ։ Երբևէ այդ բախումները ձեր ընտանիքում եղել է ամուսնու հետ կապված։ Չէ, բախումներ
չենք ունեցել, ճգնաժամ չեք ունեցել։ Չէ, չենք ունեցել։ Միայն մեկ-մեկ որ սկսում էինք իրար հետ դե իրենք երաժիշտներ էին, մենք պարողներ էինք, ասում էր, բա չէ, դուք պարողներ եք, երկու հատ թռիվռի եք անում, գիտեք թե բան եք անում։ Ես էլ ասում եի, պահ դուք էլ մի հատ դուդուկա երկու հատ պսպզ եք անում, գիտեք նվագում եք։ Ուսած մի օր իրար հետ էս պարող ու երաժիշտի բախման մեջ էինք, սենց մի օր ասեց, ինչ ես դու անդադ խոսում, պարող, ինչ էիր պարում, այդ ժամանակ ես ուսերով բարի մենապարն էի պարում, ինքն է սենց այն Belflor սորտից է էլի, թմբլիկ կերպարա էլ են երաժիշտնեցը, էս չէր ու սկսեց ուսերով բարի թռիչքներ են, մեծ տա թռնում է 32 հատ, վերջ ավարտեց ձեռքեր, որ ասում լսի դու անգիր ես արել ես հերթականցնի, ասա բակո կարծիքով բեմի վրա նստած ամբողջ ժամանակ քեզ էի հետևում, ասում անգիր եմ արել։ Բախումները չէ, այդպես բախում փառք ասո բախում չենք ունեցել, հավատա ընտանեկան բախում էլ չենք ունեցել, մի անգամ միայն որ այնպես էր որ հարցը գնում էր որ իրենց գնանք ընտանիքի հետ ապրենք, ես համաձայն էի, ասում ես բան եմ էլի, ասենց աշխուժեմ բան, ես խնդիր չունեմ, հա, ինքը ասեց, ես կարծում եմ պետք է առանցին ապրենք, ասում, բայց նեց տուն գնանք կապրենք, բան, աղջիկ ջան ասեց, ինչ ես ուզում ես մերոնց հետ ապրես, երեխեքին վերցրա գնա ապրի, ես չեմ գալիս, սովորաբար հակառակն է, ասեց հանգիստ կապրենք մեզ համար, կուզենք կքնենք, ուզենք հյուր կգնանք, հետո հասկացա, որ իսկապես ճիշտ էր ասում, եւ կարծում եմ հիմնականում այդպիսի կենցաղն է լինում, որ բախումներ են լինում, ապրել ենք առանցին սիրով, օգնել ենք մեկս մյուսին, ինքը ինձ օգնում էր երաժշտությամբ, քննարկումներ էինք անում, ինչ որ ոսկե միջին էինք։ Իսկ այդ երջանկությունը պահպանելու բանալին ձեզ համար ինչու է կայանում։ Երջանիկ ամուսնության, միմյանց լրացնելու, միմյանց օգնելու։ Գիտես, երջանիկ ամուսնության բանալին դա մեծ ընկերությունն է։ Ամուսնական զույգի մեջի մեծ ընկերությունն է, որտեղ կա հավատարմություն, չկա խաբեություն։ Սերը միևնույնն է, որ ընտրում ես արդեն այդ սիրով պարուրված ես, բայց ընկերությունը շատ կարևոր մի բան է, ընկերը չի կարող լքել մեկը մյուսին, լավ ընկերը, ազնիվ ընկերը միշտ թիկունք է կանգնում, մեկ լինում է ընկերը զոհում է իրան հանուն մյուս ընկերության ընկերոջ, այնպես որ կարծում եմ գրավականը դա մեր մեծ ընկերությունն է, ինչ օրս։ Ուզում եմ մի քիչ Էլենի մասին խոսենք, դուք ունեք երկու դուստր, մեկը Պարուհի բոլորի շատ հայտնի Էլենն է, Գորի հետ Եփրեմյան, իրենք շատ սիրուն զույգ են, ու հեռուստաէկրաններից շատերը իրենց ճանաչեցին ու սիրեցին, բայց Էլենը ֆանտաստիկ Պարուհի է։ Ես Էլենին հիշում եմ, դեռ երևի փոքր էր շատ, չգիտեմ, 11 տարեկան էր, 10 տարեկան էր, բայց եղնիկի պես ինքը այնպես էր այդ օպերայի բեմում թռչկոտալով պարում, այդ դրոշը բարձրացնում եռագույնը։ Ես դա երբեք չեմ մոռանում, ու մամայիս հետ էինք նայում, մամաս ասեց ինքը շատ մեծ Պարուհի պիտի դառնա։ Ու արտերկրում ինքը պիտի բարի, այստեղի բեմը դեռ իր համար շատ փոքր է։ Ճիշտ ասած, այդ որ մի անգամ մայրիկը ասել էր Էլենիս, որ դու պետք է մեծ բեմերում պարի, հենց այդ ժամանակ էր, որ օպերայում կառավարական համերգ էր, Կարինե Ոսկանյանը մշակույթի պետն էր, որոշում էր արել, որ այդ մեծ համերգի մեջ Էլենը պետք է եռագույն դրոշի հագուստով 10 տարեկան էր, բալետային ինչ-որ մի գործողություն, պարում էլեմենտներ անում, ու վերջում աղավնի էր տվել Էլենին, եւ Էլենը վախում էր այդ աղավնից, մամ չեմ կարա բռնեմ, վախեմ սմել են, չես կարա հետո բայց մամ Կարինե տղան ասել է որ ես կդառնամ, չէ՞, այնց լավ բարի, ասեմ, դե աղավնիներ պետք է բռնես, համամ լուրջ ես հավատում եմ, չէ՞ Կարինե, ամեն անգամ հարցնում է։ Այս անգամ Կարինե տղան ինձ ինչ ասում է, դուք Կարինեն ոնց ասեց, այսինքն կա այդ հավատը, դառնալու, թռչելու, մոտիվացվելու, իր համար նաև այդ աղավնիներ, երևակայական մի բան։ Էլենի պատմությունը դե գիտես կյանքում երբեք ոչինչ հենց այնպես չի լինում։ Այո, ես չէի ուզում, որ իմ երկու զավակներն էլ բարի մեջ լինեին, որովհետև քան որ ես բալետային արվեստի մեջ եմ եղել, այն շատ դաժանագիր, դժվար ապրումներով լիքը, ստրեսներով լիքը պարավոճ է, որտեղ դու պետք է սոված մնաս, շատ զրկանքների տրվես եւ այլն։
Իհարկե մեծ աղջիկս ցանկություն չուներ եւ շատ գերազանց սովորում էր, ավարտեց տնտեսական համալսարանը, այնուհետեւ ամերիկյան համալսարանը, այսօր մարքեթինգով զբաղվում, բայց մեջը արտիստիկ մի բան ուներ, անդադար երգում էր, շատ լավ ձայն ուներ, մտածում էի ամուսինս կողա սխալվում ենք տան կոնսերվատորիա, ես համաձայնեցնում էի, որ կոնսերվատորիա գնանք, մինչեւ աշխատանքից վերադառնում ամուսինս ասում էր չէ դու գնա քո գիտությամբ եւ այլն այդպես էլ հաղթեց ամուսնուս կարծիքը իսկ Էլենս ապարում էր ամեն տեղ ամեն բայրում կանգնում էր մատերի վրա հետո հետաքրիր էր երբ որ նոր էր սկսել Էլենը հպվել հատակին այդ մի տարեկան հասակից ինքը չէր իջնում հատակին ինքը մատերի վրա էր գնում անգամ ինձ դա շատ անհանգստություն էր պատճառել ասեցի բայց ոնց կարա չիջնի գետնիներ կրունգը խփում ենք բարձրանում էր անգամ բժշկի տար ասեմ բայց ասես չէ այդ բժշկին ասես կարծում եմ բալերինա դառնալու ասեմ ինչա խոսում վերել եմ մի տարեկան երեխան իսկապես բալերինա միշտ սիրում էր պուանտների վրա երազանքներ իր այդ պուանտները այդպես էլ ընդունվեց Պարվեստի դպրոց բալետի բաժին այնուհետև կռվով դավով որ չենք ուզում ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ որոշեց որ պետք է գնա դրել էր այս իր նպատակը մի օր լացեց ես պետք է գնամ դուք իմ բախտի վրա քար եք գցում ասում այ բալիկ ջան 13 տարեկան ոնց կարող ենք վերջի եղբայրս Սան Ֆրանցիսկոյի բալետի գլխավոր սոլիստ էր ասեց թե լավ մի լացացրեք սա երկիր է չի որ մեկը գնա իր համար խոսի մի հատ վիդեո արեք մի քիչ ինձ արեք որ լավ դուրս չգա կանենք ու ասենք ոչ կպրծնենք ուրեմն վիդեոն բնականաբար կարող էի բերել հետաքրքիր մի որտեղ աշխատում էի թատերական ինստիտուտում լավ օպերատոր ես բերել եմ մի տղայի ընկերուս տղան որը նոր ընդունվել է թատերական ինստիտուտի օպերատորական բաժին առաջին օրն առել է կամերան ու չգիտի ոնց է օգտագործում թեքել է հետևից նայում ենք որ երեխու գլուխը ներքև է ոտքերը վերև է մայրն էլ Գուժ Մանուկյանի աղջիկն է գանեն այ տղայիս ինչ ես անում թարս ես նկարում ասում ոչինչ գան ոնց զնա թող նկարի թող մի բան վատ լինի մի հատ կլասիկայի դաս ենք նկարել ուղարկել ենք Սան Ֆրանցիսկոից վստահ որ всё ստացվում եղբայրս լսի ասում անվճար ուսուցման անցել ասում Սան Ֆրանցիսկոյի բալետում ստված ոնց կարար սենց բան լիներ այդպես էլ ես տարա, որտեղ անչափահաս էր եւ մի շատ հետաքրքիր պատմություն եղավ, պատմեմ այդ տանելու, դե քանի որ դե չգիտեի, թույլ կտան Ամերիկայի Միացյալ Նահանգներ ես ինքս թռնեմ թե ոչ, ինձ թույլ կտամ թե չէ, բայց արդեն երեխան ստացել էր դպրոցից հրավերը եւ այլն, հիմա երկուսով մտել ենք դեսպանատուն ես աշխատում եմ այդ ժամանակ ոստիկանությունում, այսպես կոկիկ հավաքվել եմ եւ այլն, որ ասեմ ոստիկանության աշխատակից եմ, բայց քան որ մշակույթում էի աշխատում, շատ չէի ուսումնասիրել, թե ասենք դասակը որն է, գունդը որն է, բան, ինձ ասեց որտեղ եք աշխատում, ինձ շատ կոնկրետ ասացի ես ոստիկանության զորքերում եմ աշխատում եւ այդ կոնսուլը ինձ ասում է իսկ ինչ աշխատել ոստիկանության զորքերում, ես էլ ասում եմ դասակի հրամանատար, sense կանգնեցի Մեկել հարցում է, իսկ ինչ ասել դասակ, արդեն ոտքերս տակս դողում, ասում աստված վերջ չեն գնում երեխեն, արդեն ես մտածում, ուժես հավաքեց, ասում դասակը դասակա, դասակի մեջ կան դասակիկներ, ես էլ ընդեղ հրամանատար եմ, ասես ոտքերս տակս դողում է կանգնած, մեկ է սենց այս կողքը մի տղա կար քնարի կանգնած, ուրեմն այս տղան հասկացել էր, որ ես անիմաստ բաներ եմ ասում, ծիծաղում էր։ Մեկ էլ էս ամերիկացի կոնսուլն նայեց վրես ասեց. «Շատ լավ պատասխան, դու կարող եք գնալ Ամերիկա»։ Ասես թուղթը բերես տվեց զրկսում Աստված, էս էլ անցավ։ Ոնց պետք է լինի, որ մենք պետք է վերջը պետք է գնայինք, էլ երեխուն տանեին, որ լինելու բանը լինում է։ Աննա Բայց 13 տարեկանում տանել օտար երկիր, սրտի կեսը թողնել այնտեղ ու հետ գալ ինձ թվում է։ Շատ ճիշտ է, շատ դժվարությամբ ենք գնացել։ Ես որ տանում էի երեխային, ինքը շատ խանդավառված էր, որ գնում ա բան, չէր հասկանում ուր ա գնում։ Ես էլ գնում էի հետ, այդքան ծանր չէի տամ, բարձում օդանավականից հետ վերադառնալուց ամուսինս վատանում ա, շտապագնություն ենք անցվում այդ ծանր ապրումներից, որ երեխեն գնում ա։ Մի խոսքով գնացինք Էլենի համար են երևակայական ամերիկան, երազանքները ամերիկան, բայց դարձավ եմ, որ առաջին օրը գնում ա դպրոց, բազում ընկերների մոտ լեզու չգիտի։ Իրան ոչ մեկ
չի նայում, չի լսում, սկսում է դասը, նա հիմա չի հասկանում ուսուցիչի ասածը անդադար, ուրեմն նշանակում է կանգնում է ամենավերջին 4-րդ գծում, թռնում առաջինի, հետ երկրորդի, հետ երրորդ, 4-րդ, անդադար տանջվում է եւ երրորդը գալիս է երրորդ օրը տուն, այդ point shoes-երից արուն ամբողջ ոտքերը, որտեղ Հայաստանում մենք շաբաթը 2 անգամ էին անում բալետում point shoes-եր քիչ-քիչ, ունդեղ ամեն օր միայն point shoes-ի դասա, ամբողջ մատերարյան մեջ գլուխը դրել է ասենց բարձին ու պարկածա, ասում Էլեն ջան, խնդրում եմ, եթե չես ուզում, հետ վերադառնանք, մենք ունենք մեր հայրենիքը, մենք ունենք մեր դպրոցը, ասում եմ, բայց ես չեմ լացում, ես հանգստանում եմ, ասում Էլեն ջան, բայց արի հետ վերադառնանք, մամ, ես չեմ լացում, ես հանգստանում եմ, բայց ծանր էր իր համար, որովհետև կային երեխաներ, որոնք on-line կարող էին սովորել անգլերենը դասերը, բայց քանի որ ինքը փոքր էր, իրան թույլ չտվեցին, իրան ասին պետք է անպայման գնա high school։ Այսինքն առաջին օրը տանում եմ high school, եղբորս հետ, ծանր գիրք ուսերին դրած գնում այն գեքորի նման շուռա գալիս ասում է մամ բայց ես մաթեմատիկան անգլերենով քիմիան ոնց եմ հասկանում ասում վայ ինչ ես խոսում ասում երկորից եղբայրս ասում է երկորից մի անգամից հասկանալու ես նորից ծանր գնում այդ վիճակով որ դիմակալու խնդրեցի բայ ես որ հետո դու գնաս տեղը կկորցնեմ ասում Էլեն ջան ասեցի երբես խանութը տեսնես, այստեղով հետո սի կողա ռեկլամը փոխեն։ Էլեն ջան, այս ծառեր են լինում սենց կարմիր գույնի։ Ասում Էլեն, այս ռեհանի ծառը տեսնում ես, ասում հա, ռեհանի ծառի մոտ իջնում ես, հետո փոխում ես, Էլեն, այն բարդու ծառը տեսնում ես, ծառերը չեն պոկի, էլի ասում եմ, երախեն չկորի։ Այդ բարդու մոտից գնում ես աջ, հետո ասում եմ, մամ, գիտես որ գնացել էի, գալիս էի ռեհանի ծառի մոտ կանգ։ Ու սենց ճանապարհը դժվարությամբ Միսոսկով կերտում էր էլի դժվար էր, իսկապես դժվար էր իր համար։ Հետո բայց գիտես ոնց ասեմ հայ ունի իր հետաքրքիր տքնելու, արարելու եւ ապրելու գենը։ Ես այսպես ասեմ, մեկ էլ տեսնես ընդեից գտել էր ձև, զանգում էր քուրիկին, քուրիկ թեստերը գալիս են մաթեմատիկայի քույր, քույրը տնտեսագիտականն են սովորում մի անգամից արագ մաթեմատիկան լուծում էր ուղարկում էր քուրիկ մի հատ լեզուն էլ արագ մի խոսքով ինչ որ ձևերով գտնում էր շատ վերցնում էր մարզանքը սպորտը որ կարողանար այդ դասերի մեջ խոսքով այնտեղ ընտրության հնարավորություն ուներ բայց դե այդ օտարների մեջ լավ էր միանգամից ուզեց չուզեց լեզուն սովորեց ուզեց բալետը արտարասևով սովորեց ինչ ասեմ կյանք էր մեզ էր դժվար մենք էինք դժվար հոգեպես առավոտ ինձ շատ առավոտ արթնանում էի հեռախոսս գտնելով իր հետ քննարկելով վերջի օտար երկիր էր խնդիրներ կային սովորույթները տարբեր էին բայց կարծես եկանք այն կետին որ այսօր իր ուրույն տեղը գտավ Էլենը նաև Ես հիշեցի նաև մի պատմություն, որ անդադար ինքը հեռախոսով պատմում էր, ուրեմն ասում է իրենց դասարանում, դե բնականաբար ամերիկացիներ էին, մի սևական աղջիկ կար, որը մտնում է Էլենը, տեսնում է, որ այդ երեխայի պայուսակը բոլորը թափել են գետնին, ինչ որ այդ երեխային վատ բաներ են, ասում եմ, լավ չէի հասկանում, նոր էի սկսել հասկանալ, ասում եմ, մամ, բառերը, նոր սկսել էի հասկանալ, եւ ասում է տեսա օգնել է այդ պայուսակի մեջ լցրելա ու քանի որ Էլենը նաև high school-ից գնում էր բալետի դպրոց իրեն թույլ էին տվել ուսուցիչները 1 ժամ շուտ դուրս գալ դուրս է գալիս գնում է կանգար այստեղ մի խումբ ավելի շատ sense բարձրահասակ չէ որ Էլենը փոքրիկա մարմնով սևական աղջիկներ
ինչպես եղբայրս ասում եմ, մի քիչ իրենցից զգուշ կլինես, նրանք ավելի շատ կարող է ագրեսիվ լինեն եւ այլն, գալիս են մոտենում են Էլենին ու ասում են, որ այսօր դու չես գնալու բալետի դպրոց, այսօր մեզ հետ ես գալու, որ մենք գնում ենք։ Հիմա երեխան ասում է, ես հասկանում եմ, բայց ասում է, մամ դու ինձ ասել էիր, կասես no, I don't speak English ու վերջ դրանից no, I don't speak English, ասում է բայց հասկանում եմ, այն մի սևն ասում է, որ սա սուտ է ասում, արդեն 6 ամիս է գալիս է, այս աղջիկը հասկանում, ասում է այն պահին, որ արդեն մամ ինձ ուզում էին, ասում է ավտոբուսն եկել էր, ուզում էին հրեին դեպի ավտոբուսը, այդ քաշքշուկի մեջ ես ասում եմ հրեցի իրան, ասեցի անգլերենով, ասում եմ ինձ չհրես, ասում եմ տեսար, որ ինքը հասկանում է, ասում եմ ում որ ես օգնել էի, մամ իմ դասարանցի սևական եկավ կանգնեց դիմացս, ասեց փախի, ելեմ փախի, ասում եմ, քանի ես իրանց պահել եմ, մամ նստեցի ավտոբուսով եկա, արդեն ինչ ապրումներ կունենաս, ասում եմ Աստված ջան, լավ, սենց ոնց կլինի, մի անգամ էլ ավտոբուսի մեջ համերգից քնել գնացել էր, հոգնած գիշերը գնացել էր, հասել էր ամենավերջի կանգառ, ասում եմ արթնացել եմ, ասում եմ մամ ջան չկա հեռախոսից մեջ հազիվ հասցրել էր քերի զանգ տար, այն վերջի րոպեին այդ գիշերը արթնացել եմ ամուսնուս ասում Մալիկ չգիտեմ էլ որտեղ աշխատենք գիշերային մենք գնանք, ասում եմ էլի գործարան գնանք, բայց դի մի բան անենք երեխուն մի հատ մեքենա առնենք այդպես էր եղավ, մի հատ մեքենա առանք, հայլին կոտրված էր, այն հետևի բանը, էսեց հետևի դուրս էս խաղում, որ ասում մամ, բայց ինձ լավն մամ, որ ճիշտ է, ոչինչ որ լեյկոպլաստով կպցրած է դուրս առաջի մեքենաներ իրա, բայց ոչինչ մամ ջան, ինքին կյանքն է, դուրս է գալ մեքենա, ասում եմ մետում հետ ես խոսում, սպասի, սիրունս գալիս է, մեքենա հետ էր խոսում, որտեվ ինքը արդեն մեքենա ուներ, քնում էր մեջը, տու էր մեջը այդ սկիզբն էր էլի, հիմա ասում Էլեն ջան, ոչինչ կյանքս լինում է, տեսնում ես դժվարություն, Աստված տալիս է դժվարություններ, ասում է կերտիր, մի սպասիր, որ ամեն ինչ ես պետք է տամ, Աստված տալիս է, ասում է խելքը տվել եմ, շնորհը տվել եմ, մնացածը մնում է ձեր դաշտում, այսպես էլ Էլենի կյանքը, ճանապարհը Բայց դուք այստեղ ունեիք ձեր կայուն աշխատանքը, եթե ոչ աշխատանքները, Թատերական ինստիտուտում խորեոգրաֆիայի ամբիոնի վարիչ, այստեղ ձեր խումբը, ձեր ստուդիան Պարային, ես չեմ կարծում, որ Ամերիկան ձեր երազանքներ, ինձ թվում է բացարձակ։ Չէ, ճիշտ ես ասում, Քնարիկ ջան, դու ճիշտ ես ասում, ես ունեի ամեն ինչ, շատ մարդ կար, որ ինձ այդ հարցը տալիս էին, ասում են, ոնց կարելի է ասենք այդքան աշխատել, արարել, բարձրանալ, ունենալ պաշտոնաթոռ, ինչ որ մի բան, ասես մի անգամից թողնել։ Ասում երեխեք, այ որ բոլորը կարողանան այդ աթոռը շատ հանգիստ թողնեն ու հասկանան, որ մի օր իրենց տեղը պիտի զիջեն ուրիշին, այդ ժամանակ մեզ համար, մեր հայազգի համար շատ լավ կլինի։ Ես մի պահ հասկացա, որ այս պահին ես անհրաժեշտ եմ իմ զավակին, քանի որ այդ մասնագիտությունն ունեմ եւ քանի որ ուժս ներում է այսօր իմ մասնագիտական գիտելիքները փոխանցել Էրենին, բայց գիտես Քնարիկ ջան, ինձ համար մի հատ շատ դժվար իմ պահ էր, ես չեմ հեռացել հայրենիքից, ես ապրում եմ եւ հայրենիքում եւ Սփյուռքում, որովհետեւ այս 4 տարիների ընթացքում, որ գտնում եմ Լոս Անջելեսում, ես 3 մանկական մյուզիկլ եմ բեմադրել, երկուսը հայրենիքում բեմադրել եմ, մյուզիկլները փոխադրել ենք Լոս Անջելեսում եւ այնտեղի երեխաներն են ապրել եւ խաղացել այդ խաղացանկում ա գնում եւ այնտեղի բեմադրած մյուզիկլներս այսօր էստեղ ա գնում, շուտով էլի կգնա 2 անգամ, Համալիրում գնաց Ղարաբաղի զավակների համար խաղացին դա։ Դե բնականաբար ամեն տարի ունենում ենք մեր տարեվերջյան հաշվետու համերգը եւ երեխաների հանդեպ եւ մենք մեր հանդեպ պատասխանատու մեր արած գործը տեսնել, նորից ավելի հղկել եւ Ալեքս թատրոնում ունեցել էինք նախանցյալ տարի, այս տարի Civic Pasadena քաղաքում 3000 հոգի տարողությամբ մեծ դահլիճ էր, պատասխանատվությունը շատ մեծ էր, շատ լուրջ էր, կրթել զավակներ, որոնք ոչնչով չեն տարբերվի պրոֆեսիոնալներից, անշուշտ նրանք շաբաթը 2 օր են հաճախում, բայց շատ կարևոր է, երբ որ նրանք ունենում են իրենց հոգում պրոֆեսիոնալ մտածելակերպ։ Կարծում եմ կարողացանք հասցնել երեխաներին դա եւ
լավագույն բանը նա էր այս տարվա քնարիկ, որ այդ երեխաներից շատ-շատերը հայրենիքում չեն եղել։ Այս տարի նրանք եկան հայրենիք, մենք ունեցանք այստեղ Ծաղկաձորում մեծ միջազգային մրցույթ, կոչվում էր Happy Planet, ուրեմն երեխեք ունեինք, որ սենց այնտեղ բարը փորձում էի, որ գային այդ մրցույթին մասնակցում, մեկ մեր ունենք ամերսը իմ Արարատ լերիս վրա իմ սիրտ հայրենիք սենց ապրումներով էին, Աստված ասում են, հենց պետք է պատրաստվեն, որ այս երեխեքը գոնե մի հաղթանակ ունենան, գոնե մի հատ ինչ-որ մի տեղ ունենան, դե կապ չունի, որ երրորդ տեղը կլինի, իրենց համար շատ անսպասելի էր, իրենք Grand Prix շահեցին, բաղում էին կորց, անգամ անենց էին կորցրել, ասքնար, որ ասում էի զգուշ կընկնեք, բիմից հետ եկեք, մի հատ ձեզ տեսած պահեք ասում, սենց ուրախ համ հայրենիքներ, համ առաջին անգամ ջրի վրա, չգիտեմ, շատ տպավորիչ էր, ինձ համար էլ շատ հուզիչ էր։ Աննա, էլի ուզում եմ վերադառնամ Էլենին, որովհետև ասացի արդեն Գորի հետ Եփրեմյան, իրենք շատ սիրուն զույգ են, ամեն ինչ սկսվեց հեռուստասերիալից ու մարդիկ երբ որ տեսնում էին իրենց, ու հետո երբ որ այդ հարաբերությունները տեղափոխվում են նաև կյանք, այսինքն այդ քիմիան լինում է ֆիլմի ժամանակ, դուք ուրախ եք, թե անհանգիստ եք, որ այդ հարաբերությունները ծնվել են այդտեղ էկրանին։ Նայ, դե բնականաբար ամեն ծնող ուզում է, որ իր զավակը ունենա կյանքի նաև լավագույն ուղի, իր երկրորդ կեսը ընտրի, բայց սա էլ իր շատ պատահական ճանապարհն ունեցավ, սա էլ ուրեմն մի օր ամերիկյան կամպանիայում ապարում էր Էլենը եւ Գանե բալետից հատված պիտի ապարեր, ամերիկացի իր տնօրենը ասում է Էլենին գնա հայկական Արմենիա հերոստատեսություն մի քիչ լուսաբանի Էլեն, արի միասին գնանք, լուսաբան ենք միասին, առավոտյան զանգում եմ, ասում այ մամ, ասում դու ինքը գնայլի լուսաբանի, ասում հոգնած եմ, ասում քնեմ հանգստանամ, ասում Էլեն ջան, դու ապարում ես, ինքը գնա ամերիկացին լուսաբանի, ասում վերկաց գնա, ասում վայ մամ, լավ էր, ասում լսի, ասում դու գնացել ես Ամերիկա, քնես շուտ արա, հենց հիմա վերկաց ու գնում ես հերոստատեսություն։ Լավ, մամ, ինչ հագնեմ, բա մի խոսքով սենց ջղայնացել եմ, հագնվել է, պատրաստվել է, գնացել է հերոստատեսություն։ Անցնում է մի 2 ժամ, զանգում մամ գիտես ինչ եղավ, ասեմ ինչ, ասում ես իմ համար այդ համերգն է լուսաբանում, մեկ էլ ասում անդեղից մեկը զանգ տվեցին, թե Արմենիայի տնօրենը տեսել է էկրանն, ասում ինչ լավ խոսում է, տեքստել պուջուր, հենց մեր ֆիլմի համար ընտրում ենք, որը կոչվում է Ուշացած սեր։ Այդտեղ արդեն տղային ընտրել էին, Գորին ընտրել էին, հեռախոսի համար տալիս են, ասում են զանգի, ասում է երևի զանգեմ չվերցնի, տալիս է սցենարիստին Անուշին, Անուշի հետ հանդիպում են, ու այսպես որ Էլենին տեսնում է Անուշը այդ ուշացած սերը փոխում է պարուհու վրա, ավելի փոփոխում է սցենարը, այստեղ էլ հանդիպեցին եւ իրենց սիրո պատմությունը սկսվեց։ Սա էլ շատ սիրուն էր այդ անակնկալը, իրենց այդ նշանադրության արարողությունը, այդ ուղղաթիռը շատ սիրուն։ Հա, մենակ այդտեղ մի հատ հետաքրքիր բան կար, այդպես արդեն Գորն էր պատմում, մեկ ես էի գնում, մեկ որ ես այստեղ շատ աշխատում եմ, ամուսինս էր գնում, ամուսինս դե մենակ չլինելու գնում էր այդ նկարահանման, ուրեմն այդ սրահում, հա, սպասում է այդ տաղավարում, իմաստն մի հատ տեղ կար, որ պետքա գրկախառնվենք, անորդ ասում ես, պապայում ոնց ուղարկենք, նսկում որ գրկախառնվան պալին, համոզում էին, բան էին խափում, տանում էին, ասում ես գրկախառնվում են, ասում այ մրդ սրանք երբ գրկախառնվեցին, ես չտեսան դեղ, մի խոսքով ես էլ ես էր իրենց, հիմա հուսանք, որ Աննա, իսկ այդ շքեղ ստուդիան, որ հիմա տեսնում ենք, որ ունեք ու միասին Էլենի հետ դասավանդում եք ու լիքը երեխաներ կան, ինձ թվում է այդպիսի ստուդիա ունենալ այսօր Միացյալ Նահանգներում Լոս Անջելեսում, որտեղ շատ իմ ընկերներ ասում են, որ այստեղ էլ կյանքը շատ թանկացել եւ շատ բարդացել է։ Այո, ճիշտ են ասում։ Ոնց ստացվեց ու ոնց կարողացաք այդ ստուդիան այդպես ընդլայնել։ Դե հենց այդպես էր, որ ես չեկա, որտեղ այստեղ թատերականում շատ քննություններ ունի, առաջին անգամ ամուսինս եկա, փոքր ստուդիան էր, որ տարածք պետք է վերցնեինք, շատ մեծ մտավախությամբ, ոնց կարող ենք եւ երեխա չկա, նոր ընդունելություն։ Մամ ասում էր գոնե 2 երեխա գա, խնդրում եմ Աստված 2 երեխա գա, բայց քանի որ ֆիլմում խաղացել էին եւ մի հատ
ֆիլմը շատ մանկական էր եւ այն պատանիներն էին նայել եւ ասենց ոնց որ հավանություն էին տվել ֆիլմ օգնեց իրեն սա էր ճակատագիր եւ այդ առաջինը ասում մամ 17 հոգի եկել են երկուսի փոխարեն ման 20 դարձան մյուս օրը ման 25 դարձան ու ասենց քանակ ավելացավ եւ հետո Էլենը մի հատ բան ունի փոքր տարիքից երեխաներ շատ էր սիրում արտառոց նվիրված էր այդ երևի երեխաներն էլ այդ սերն են զգում Էլենից իդեպ իրենց հանդեպ այսպես այդ սիրո արդյունքում ավելացավ քանակը եւ արդեն մեծ տարածքի կարիք ունեցանք ընտրեցինք մի փոքր հեռու նորից Գլենդել քաղաքում մեծ ավելի սրահ եւ սա էլ կարելի ասել էլի աշխատանքի շնորհիվ Էլենին օգնեց քույրը այստեղ փեսաս այդ շինարարության գծագրության դիզայնի մեջ եւ այլն եւ կարողացանք միահամուռ ընտանեկան ուժերով կառուցել ինչպես ասում են մեր տունը ինչպես հայրը կառուցում են ամենուր ամեն երկրում ամեն տեղ Սիրտը թողեցիք Էլենի հետ Միացյալ Նահանգներում, կես սրտով եկաք։ Հիմա գնացել եք Միացյալ Նահանգներ, բայց սրտի մի մասը մնացել է Երևանում։ Հաստատ։ Ուրեմն քնարիկ, ստեղծել եմ մի հատ բարի խումբ, ստիպեցին որ ստեղծեմ, սա առանցին, ոչ թե երեխաների, այլ գալիս են նախկինում, բարիպետականում, բարեկամությունում ում հետ 20 տարի ապրել եմ իմ ընկերները։ 20 տարվա պրոֆեսիոնալ պարներ, որտեղ ներառվել են մեր Լոս Անջելեսի երեխաների մայրերը եւ այլն, սա փոքրիկ մեզ համար հայրենիք ենք ստեղծել։ Ուրեմն Պարում ենք, խոսում ենք հայերեն, ամեն ինչ անում ենք հայեցի, հայկական պարեր, քոչարի, սովորում ենք յարխուշտա, բայց ամեն դասի վերջում, սա իմ ոնց որ ասած ամենալավագույն ավարտն է դասի վերջում, բոլորս արդեն բառերը տվել եմ թղթերով, բոլորս երգում ենք Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք։ Ու այսպես ավարտում եմ իմ դասը, այնպես որ Երևանը ամենուր է, Երևանը մեր մեջ է, մենք Երևանն ենք, մենք երևանցիներ ենք, միևնույն է, ուր էլ ապրես, ու որտեղ էլ արարես, երեխեք մեկա, այս հողը, որի վրա ամուր ես կանգնած քնարիկ, այս հիմա մեղմ զեփյուրը, որ դեմքիս է տալիս, իսկապես լրիվ ուրիշ մի բան է, ինչ որ ապրում եմ այս պահին, մեկը մինչ հետ են գանում։ Մենք ունենք հրաշալի գործընկեր, խոսքը Ամիոբանկի մասին է, որը ունի մի քարտ, որը փայլուն ընկեր օգնական է, հատկապես ճանապարհորդելիս։ Իսկ դուք հաճախ եք մեկնում ու երկար եք մեկնում այդ Միացյալ Նահանգներ մեկնել վերադառնելը, բայց հիմա այս քարտի օգնությամբ դուք կհասկանաք, թե ինչքան հեշտ ու հաճելի է ճամփորդությունը, որովհետև հենց մտնում եք օդանավակայան, ձեր ճամփրուկները անվճար փաթեթավորում են։ Հետո նստում եք բիզնես սրահում, Էլենին այնտեղից թորի եք ուղարկում, որ ես արդեն բիզնես սրահում շամպայնս եմ խմում ու հիմա արդեն պատրաստվում եմ թռիչքիս։ Հետո արտերկրում պարտադիր չի Միացյալ Նահանգներում կարող եք մեքենա վարձել, եթե ուրիշ երկիր եք մեկնում, օրինակ Մեխիկո, ու վարձում եք մեքենա 30% զեղչով։ Աստված մի արես, այդ մեքենան փչանում է գալիս են սարքելու, որովհետև դուք ունեք Ամիոբանկի Visa Platinum քարտը։ Հիմա ես այս քարտը ձեզ եմ ուզում փոխանցեմ, բայց մինչ այդ ուզում եմ ձեզ մի հարց տալ Ամիոբանկի կողմից ընկերության մասին։ Այ բազում ընկերներ, բազում տարիներ, մի մասը գնում են, մի մասը մնում են, մի մասը մաղվում են, բայց ովքեր որ մնում են ու շատ ամուր են մնում որպես ընկեր, որ հատկանիշներով է իրենց կարող եք առանձնացնել։ Որպես ընկեր, այո, մնում են շատ քչերը, մաղի տակ մնում են շատ քչերը, բայց հատկանիշը դա սարսափելի նվիրվածությունն է։
դու ապրում ես քո ընկերոջ մեջ, ընկերդ ապրում է քո մեջ։ Սա ընկերության ամենալավագույն գրավականը։ Շնորհակալ եմ։ Այս քարտը ձերն է։ Ես ուզում եմ ընկերության գրավականին դու քարտ։ Պարայնով վերցրու։ Այսիշը։ Այ բիզնես ունեք, այնտեղ տուն ունեք, այստեղ ստուդիա ունեք, ձեր տունը կա, փառք Աստծո։ Այնտեղի կոմունալ ծախսերն են շատ, թե այստեղի։ Լավն էր հարցը։ Հիմա այստեղին ու այնտեղին եկել են հավասարվել են, չգիտեմ։ Բայց դրա համար մենք այստեղ համենայն դեպս ունենք փայլուն տարբերակ։ Օրինակ մեր սիրելի գործընկեր Իտա Սոլարը առաջարկում է տեղադրել արևային կայան ու դու մոռանում ես հոսանքի համար վճարելու մասին։ Ուղղակի էլ չես վճարում հոսանքի համար։ Հետո իրենք հիմա ունեն նաև ջեռուցման տարբերակ հոսանքի տեսքով, դա Breno կաթսաներն են հատուկ ստեղծված մեր բնակլիմայական պայմանների համար, որ տունը ջեռուցում ես էլ ոչ թե գազով, այլ հոսանքով։ Այսինքն ստացվում է եւ ջեռուցում ես եւ հոսանք ունես ու դրա համար էլ չես վճարում։ Պետք չէ էլի ստեղ կոմունալ ծախսեր վճարել։ Զանգահարում ենք 8128 Ital Solar։ Իրենք 24 ու 7 կապի մեջ են ու շատ բարեհամբույր կերպով կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։ Մի խոսքով թեթևացրեք ձեր հոգսերը Ital Solar-ի օգնությամբ։ Մեր սիրելի Ֆրունզիկի պատվին Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը ստեղծել է այս անուշահամ գինին, որը ես շատ եմ սիրում, որը հիշողությունները արթնացնում, ջերմացնում ու նվիրում է ձեզ, մեզ, որը ձեզ հետ կտանենք դեպի Միացյալ Նահանգներ, այնպես որ ուզում եմ որ համտեսեք ու ձեր կարծիքը ասեք։ Արժանի է, չէ՞ մեր Ֆրունզիկին։ Ամեն ինչ արժանի, շատ բան։ Հիմա ուզում եմ ձեզ բլից հարցեր ուղղել ու լսել կարճ ու արագ պատասխաններ ու վստահ եմ անկեղծ պատասխաններ։ Ստաբիլություն թե ազատություն։ Ազատություն։ Մտքով թե սրտով։ Սրտով։ Վերջին անգամում իցեք ներողություն խնդրել։ Ներողություն չեմ խնդրում։ Ինչու՞։ Չեք սիրում խնդրել։ Չէ, երկար եմ մտածում ամեն անգամ խոսելիս, որ չնեղացնեմ ոչ մեկին, որ չունենամ այդ ներողություն խնդրելու պահը։ Ում եք ասել, ես քեզ շատ եմ սիրում։ Զավակներիս։ Ում եք ամենից շատ կարոտել։ Զավակներիս էլի։ Սկզբունք, որին երբեք չեք դավաճանի։ Մարդասիրությունը եւ ազնվությունը։ Իսկ մարդկային մեծագույն արժեքը։ Հավատալ մեկը մյուսին, հավատը։ Ինչն է, որ երբեք չեք ների։ Դավաճանությունը։ Իսկ ասում որ հանդիպեք ինչ կասեք։ Չգիտեմ, արդեն որ ասո լույսը տեսնեմ, ասելիք չեմ ունենալ, ուղղակի կպարուրվեմ այդ լույսով։ Շնորհակալ եմ շատ, սիրում եմ ձեզ շատ։ Ուզում եմ որ միշտ Հայաստանը ձեզ համար այն տաքուկ անկյունը լինի, որտեղ ուզենաք միշտ վերադառնալ ու միշտ վերադառնաք։ Իսկ հիմա ուզում եմ որ շատ բարձր է սիրուն տանիքից գոռանք, որը իմ սիրելի անտիստրեսն է, հուսամ ձեզ էլ դուր կգա։ Հաղորդման գործընկերն է Ital Solar-ը, Ամիո բանկը, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր ֆրունզիկ գինիներով, սրտի տանիքներով։ Շնորհակալություն Թինա Թևոսյան Beauty Center-ին։ Musa Production